Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ Հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ ասում, որ մեկնարկել է նոր աշխատանքային շաբաթը։ Այն մի քիչ մռայլ է սկսվել, բայց լավ տրամադրությամբ ենք սկսում մանավանդ երեկվա տոնական օրերից հետո, երեկվա այսպես համերգային տոնակատարումներից հետո։ Հոկտեմբերի 13-ն է օրը երկուշաբթի, սիրով ենք ասում բարի լույս եւ բոլորին մաղթում ենք հաջող աշխատանքային շաբաթ, նաեւ հաջող աշխատանքային երկուշաբթի։ Այո, թող բոլոր ժողովները լինեն հետաքրքիր, ոչ ձանձրալի եւ առանց սթրեսի։ Տեսնում ենք եւս մեկ անգամ ասում ենք տոնոց շնորհավոր 2807-ամյա մայրաքաղաք Երևան եւ թող մեր Երևանը ել ավելի շենանա, ել ավելի կանչի իր գիրկը եւ ել ավելի ջերմ լինի, ջերմությունը մեզնից է կախված։ Մենք էլ պահենք, խնամենք, պահպանենք մեր սիրելի մայրաքաղաքը։ Շնորհավոր տոնոտ Երևան, բարի լույս Հայաստան։ Փողոցի անվերջ աղմուկին խառնելով սուլոցս անհոգ աննպատակ անշտապ քայլում եմ Ես սիրում եմ քաղաքը իմ հին, ես սիրում եմ քաղաքը իմ շոկ, երբ աստղերն առաջին վայլում են Այգիները հագել են կանաչ, մոռացվել են հոգոցու առաջ, երեկոն այնքան խաղաղ, լուսավոր է Ես կանչ աղջիկներ են անցնում, նայում եմ նրանցում, մտածում, որ Երևանն իրոք արտասովոր է Փշատի բուրմունքն անուշ, տարածվել է ծանոթ բակում Ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ Արթնացնում է հազար ու մի հուշ Նստարանը ծառի շվաքում Ուր սիրել եմ ու անհույս արփել եմ Ընկերներ հեռու մոտիկ Պարզապես անցնող մարդիկ Դուք ինձ համար հարազատ ու թանկ եք Սայլակում անկիկ լացող Զբոսաշրջիկ զարմացող Ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը Օրը դառնում է գիշեր, գունավոր լույսեր վառված, սրճարանն է կանչում իր գիրկը Կնստեմ ու կհիշեմ, սուրճս կմնա պաղած, կթերթեմ հիշողության իմ գիրկը Մանկության պայծառ օրեր, ես գիտեմ դուք չեք կորել, այսօրվա կողքին կա երեկվանը Այս քաղաքը տունն է իմ, որքան նոր այնքան էլ հին Ուշերի քաղաք է Երևանը Թող որ իմ դժվար ճամփին Պատահեց եւ դառնություն Ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ Ունեցա եւ հաղթանակ Ունեցա եւ բարդություն Բայց քաղաքը իմ չմոռացավ ինձ Տարապած ու անվեր Իմաստուն ու ալեհեր Դու ես որ բուժել ես իմ վերքերը Հարազատ ու աննեման, ույսի քաղաք Երևան Քո մասին են իմ բոլոր երգերը Հարազատ ու աննեման, ույսի քաղաք Երևան Քո մասին են իմ բոլոր երգերը Երգերը Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 րոպե, այո, սուրճը մեր սեղաններին է, արդեն տաք սուրճը։ Այո, ես թե եմ խմում այս պահին, Եվ սերը մեզնից եւս
Ուղիղ եթերից ամրային։ Անպակաս է։ Այսօր ձեզ սեր կփոխանցեն Տիգրան Հարությունյանը Եվ Լուսինե Մուրադյանը։ Եվ իհարկե դուք այդ սերը կարող եք զգալ եւ տեսնել, զգալ իհարկե FM հաճախականության միջոցով, իսկ տեսնել իհարկե on-line հարթակների շնորհիվ arm.radio.am կայք եք մուտք գործում, սեղմում եք դիտել կոճակը, դիտում եք մեզ եւ իհարկե չեք մոռանում, որ դեռ շարունակում ենք մեր լայվերը Հայաստանի Հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով, այնպես որ կխնդրենք, որպեսզի ձեր ջերմ խոսքերը մեկնաբանությունները գրեք arm.radio.am-ի կայքում, մենք արդեն իդեպ Facebook-յան հարթակում ունենք մեկ գրառում Angel Flower Sound-ով օգտատերը մեծ ջերմ ողջույններ է ուղարկում եւ ասում է, որ իր ամենասիրելի հաղորդավարներն են եւ իհարկե մեր Հայաստանին է ողջունում, շնորհակալ ենք։ Այո, իսկապես շատ հաճելի է, շնորհակալություն։ Շլացուցիչ, իսկ ինչու։ Ունենք հեռախոսակապ եւս 553702, մենք այսպես հին մարդիկ ենք։ 02, այո, չմոռանաք։ 553702, եթե մեզ լավ բան եք ասելու զանգարեք։ Հետաքրքիր թեմա ենք ընտրել եւ այսօրվա, այսպես ասած, թեմային մոտ տանելու համար կարող եմ ասեմ կոստյումն է, որ քեզ պիտի գեղեցկացնի, այդ ֆրազը շատ կարեւոր է, այո։ Իսկ մինչ այդ եւս մեկ անգամ հիշեցնենք հոկտեմբերի 13-ը, օրը երկուշաբթի, սկսենք եղանակից անհրաժեշտ տեղեկատվության պաշարը։ Դու ֆիքսել ես, որ հոկտեմբերն էլ կիսվեց։ Դե համբերի էլի։ Ոյ Նորթայնանում եմ այդ նոր տարուց ես ուզում խոսես։ Չէ, թող չգա այդ նոր տարին։ Բա ինչու ես հիմա ինձ այդ դրթում ինչու։ Այս պայն 11 աստիճան տաքություն է Երևանում, օրվա ընթացքում մինչև 15 աստիճան է մեզ 15, այո։ Մինչև ժամը 1-ը անձրևոտ է լինելու, ցերեկը։ Չգիտեմ, կարող ասել 65% հավանականություն կա, որ մինչև ժամը 13 անձրևելու է, հետո արդեն թեթև արև դուրս կգա, բայց այդուհանդերձ տաք չի լինի։ Ինչ վերաբերում է հանրապետության տարածքին, այսօր ամսի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ լեռնային առանձին շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Նույնիսկ Ուժը։ Դու կարող ես այսօր Իդեպ ասեմ, որ այսօր ցերեկը կնվազի ջերմաստիճանը 5-ից 7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Այնպես որ չտխրենք էլի այս պարագայում, Մարիաքաղաքի մասով եթե խոսենք, ապա այսօր սպասվում է անձրև օրվա առաջին հատվածում մինչև 15 աստիճան օրվա ընթացքում կբարձրանա օդի ջերմաստիճանը։ Այնպես որ չմոռանաք վերցնել անձրևանոց։ Ես չեմ վերցրել։ Դե դու ուր վերցնես, մեքենայով եկար։ Բայց ես եմ քո անձրևանոցը։ Ես եմ քո անձրևանոցը։ Չէ, իրականում նայեցի, մուտք գործեցի, հասկացա, որ երեկոյան չի անձրևելու, ասեցի Իզուր Բերչյանը միևնույնն է, հիմա Տիգրանի հետ եմ գալիս աշխատանքի։ Բայց այն ամպրոպի ձայնը կարող է։ Ուզում ես։ Դե քո համար եմ ասում հազիվ անձրևոտ եղանակ է, էլի։ Ասի ուր է մեր ամպը։ Սա չէ, ահա։ Խնդրեմ, սա էլ ձեզ։ Այս ձայնը ուղարկում ենք հանրապետության տարբեր շրջաններ, որտեղ այսօր սպասվում է ձնախառն անձրև լինելու։ Ձնախառն անձրև Բայց ինչ եք ուզում ասել, կապ չունի թե ինչ եղանակ է սպառնում մեզ, այդուհանդերձ կարծում եմ լավ տրամադրությունը ստեղծում ենք ինքներս, մեր աշխատավայրերում, փակ ճանապարհներ հանրապետության տարածքում դա էլ ասեք, բայց դե Կորեայի ձորը չենք հաշվում։ Կորեայի ձորը չենք հաշվում։ Կորեայի ձորը դեռ շարունակում է հիմնանորոգման աշխատանքները, Լարսը կարևորը բաց է։ Չգիտեմ ինչ եղանակ է այդ հատվածում, հուսանք խցանումները շատ չեն լինի հերթերը եւս։ Գնանք մեր գրպաններ, տեսնենք գումարային առումով ինչ կա չկա։ Ամերիկան $1 օրվա փոխարժեքը ըստ կենտրոնական բանկի 382 դրամ է, 1 եվրոյի փոխարժեքը 442, ռուսական 1 ռուբլու օրվա փոխարժեքն է 407 դրամ, վրացական լարին 141 դրամ, բրիտանական ֆունտ ստերլինգը 507 դրամ եւ արաբական Միացյալ Էմիրությունների դիրխամը 104 դրամ է։ Ահա, եթե փոխել եք արդեն, այսպես ասած, ձեր դրամը եւ դարձրել այն երկրի, այսպես ասած, փողը ուր մեկնելու եք, ապա ճիշտ ժամանակն է, որպեսզի տեղափոխվենք Զվարթնոց միջազգային օդանավակայանների կայք, պաշտոնական եւ հասկանանք, նույնիսկ վաղաժամ ունենք վայրեջք այստեղ իմիջիայլոց։ Էլի Աբու Դաբիից շուտ են տեղ հասել։ Դե քամին բարենպաստ է մեր ուղղությամբ, այո, 10:20-ի փոխարեն վայրեջք է կատարելու 9:47։ Եթե ունեք հարազատներ, որ գալիս են այդ ճվերթով, շուտ արագացրեք, որպեսզի նրանք օդանավակայանում ձեզ երկար չսպասեն։ Մոտ 30 րոպե շուտ է տեղ հասնում օդանավը։ Տաք երկրներից եկել են անձրև վայրերը։ Քամի, իսկ մեկնումների ցուցակը եթե նայում ենք, ապա ամեն ժամանակին է, ամեն ինչ տեղին է, անձրևը որևէ խոչընդոտ չի հանդիսացել եւ այս պարագայում ձեզ ասում ենք բարի թռիչք, բարի վերադարձ, լավ տպավորություններ, գժական հիշողություններ։ Ինչ վերաբերում է խցանումներին, ապա ասեմ։ Ախ Աստված իմ, բայց մենք այսօր շատ լավ եկանք ֆիքսել ես, որ շատ հանգիստ եկել ենք։ Իհարկե խցանում կար, բայց
թեթև էր, այնպես չէր որ նյարդայնացնող էր։ Եվ հիմա Կամ կարող եք սովորել հրապարակել ենք սանդղակը 6 բալը։ 6 բալ։ Տեսա՞ր, այդքան էլ դե 6 բալը մեծ համար արդեն սովորել ենք այդ խցանումներին, 6 բալը արդեն երանելի բալային սանդղակ է։ Ես ուզում այս պահին խոսել Նալբանդյան Թումանյան Խաչմերուկի լուսացույցի մասին։ Դու նյարդայնացել ես եւ ես այն օրը հաշվել եմ հատուկ։ Սիրելիներս, այդ լուսացույցը կամ կա կամ չկա։ Հետո էլ ասում եք ինչու է խցանում։ Հասցնում է անցնել երևի թե 2 կամ մաքսիմում 3 լավագույն դեպքում մեքենա։ Կախված թե դիմացի վարորդները ինչ վարորդներ են։ Միջև տեղից շարժվում են եւ այս պահին էլ նույնպես Նալբանդյան փողոցը խցանված է։ Դե որովհետեւ այդտեղ շատ կարճ է այդ Խաչմերուկի լուսացույցը տրված մեքենաների։ Բացի որ խցանված են նաեւ վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենում այս պահին Մոսկովյան եւ Իսահակյան փողոցները միացնող հատվածի մասին է խոսքը։ Նալբանդյան փողոցի մենք տեսնում ենք քարտեզացույց է տալիս, որ ինչ-որ բան են փորում այնտեղ նորից, փորում քանդում են։ Շատ տեղեր եմ տեսել նորոգման աշխատանքները ամբողջ մայրաքաղաքով գնում։ Էրեբունու հատվածը եւս նորոգման աշխատանքներ են ընթանում, այսպես դեպի Թանգարան տանող հատվածում գրեթե մեծամասամբ այսպես փողոցը նորոգում։ Դե ինչ որ բան փորում քանդում են, իսկ հիմա ընդերքում ինչ-որ բան են ման գալիս, ոսկի կամ ինչ-որ մի բան։ Հերացին խցանված է իջնող է իհարկե։ Խանջանը եւս բարձրացողն է խցանված։ Եվ կարող ենք ասել, որ սա այն ժամանակահատվածն է, որ կարմիր գծերը շատ են։ Բայց արի դիմենք խնդրում ենք ովքեր են զբաղվում այդ լուսացույցների աշխատանքի կարգավորմամբ, մի քիչ ավելացրեք խնդրում ենք այդ հատվածում։ Նալբանդյանից Թումանյան Խաչմերուկի մասին է խոսքը, ընդամենը մի քանի վայրկյան էլ եմ ասում 2 մեքենա է հասցնում անցնել, անիմաստ է ուղղակի։ Դե ես էլ հորդորեմ եւ դիմեմ այն վարորդներին, որոնք այսպես ասած շտապում են, չգիտեմ ուր են շտապում եւ անհամբեր են ու երբ կանաչ լույս է տրված, որ քաղաքացին պիտի իրեն սահմանված ժամանակահատվածում անցնի, իսկ կողքից շրջադարձող մեքենան չի համբերում, որ քաղաքացին անցնի եւ մտքում երազում է, որ այդ քաղաքացին պիտի վազի հատուկ իր համար, այդպես չի, բոլորիս իրավունքները եկեք պահենք ու չխախտենք։ Երևան.am-ից տեղեկանում ենք, որ կրկին ունենք երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Ասում եմ, չէ, օրը օր չի, եթե չունենք երթևեկության փոփոխություն։ Վաղվանից հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, մասնավորապես Մաշտոցի պողոտա, Փակշուկա, շենքի 2 կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։ Մի կողմով երևի կգնան, մյուս կողմով չէ, 2 կողմն էլ մուտքը Պարոնյան փողոցի Փակուղու կողմից, ելքը հակառակ։ Այսինքն 2 կողմն էլ նույն ուղղությամբ է գնալու։ Այստեղ գործընկերոջս մուտքը Պարոնյան փողոցի Փակուղու կողմից, ելքը հակառակ։ Իմաստը 2 ուղղությունն էլ նույն ուղղությամբ տանելու։ 3 գիշերվա 1-ին խցանված էր Մաշտոցի պողոտան եւ գրեթե չէին շարժվում։ Այ որ Սարյանը միակողմանի չլիներ, Մաշտոցի պողոտան գեր ծանրաբեռնված եւ խցանված այդ կարգի չէր լինի իրականում։ Մի խոսքով շարժվում ենք առաջ լավ տրամադրությամբ երաժշտություն, քիչ անց կբացենք օրվա օրացույցը։ This is that ice cold Michelle fight for that white gold. This one for them hood girls, them good girls, straight masterpieces. Stylin', wildin', living it up in the city. Got Chuck's on with Saint Laurent. Gotta kiss myself, I'm so pretty. I'm too hot. Call the police and the fireman. I'm too hot. Make a dragon wanna retire, man. I'm too hot. Say my name, you know who I am. I'm too hot. And my band bought that money. Break it down. Girls hit you, hallelujah. Girls hit you, hallelujah. Girls hit you, hallelujah. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Saturday night and we in the spot. Don't believe me, just watch. Come on. Don't believe me, just watch. 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 Hey, 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 oh! Stop. Wait a minute. Fill my cup, put some nigga in it. Take a sip, sign the check. Julio, get the stretch. Right to Harlem, Hollywood, Jackson, Mississippi. If we show up, we gon' show out. Smoother than a fresh drop skipping. I'm too hot. Call the police and the fireman. I'm too hot. Make a dragon wanna retire, man. I'm too hot.
hit you hallelujah. Girls hit you hallelujah. Girls hit you hallelujah. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Saturday night and we in the spot. Don't believe me, just watch. Come on. Don't believe me, just watch. 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 Hey, 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 oh! Before we leave, let me tell y'all a little something. Uptown, funk you up. Uptown, funk you up. Uptown, funk you up. Uptown, funk you up. I said uptown, funk you up. Uptown, funk you up. Uptown, funk you up. Uptown, funk you up. Come on, dance, jump on it. If you succeed and flown it. If you freak dead and own it. Don't brag about it, come show me. Come on, dance, jump on it. If you succeed and flown it. Well, it's Saturday night and we in the spot. Don't believe it, just watch. Come on. Don't believe me, just watch. 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 Hey, 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 oh! The station with the best music. Լավագույնը միայն հանրայինի ուղիղ եթերում 9:47 րոպե։ Արտնացնող ռիթմերը ներխուժեցին բոլորիս տները, մեքենաները եւ կարծում եմ առույգացակ, որովհետեւ եթե նույնիսկ եղանակը չէր տրամադրում, խցանումները չէին տրամադրում, որպեսզի ունենաք էներգիա եւ տրամադրվեք նոր աշխատանքային շաբաթվան, արտնացրեց մեզ, բայց էլի կլսենք լավ երգեր, լավ երգեր լսելու ենք։ Բայց այսօր մի տեսակ որոշել ենք ռետրոյոտ։ Ինչու՞։ Չէ, այդպես չի։ Չէ։ Լավ, Նորագույն էլ ունենք։ Նորագույն էլ ունենք։ Հնագույն էլ ունենք։ Ձախակողմյան, աչակողմյան ամեն ինչ ունենք։ Կենտրոնամետ էլ ունենք։ Ամեն ինչ կա։ Արի բացան գորացույցը։ Արի բացան գորացույցը տարվա ավարտին մնացել է 79 օր, հոկտեմբերի 13-ն է, օրը երկուշաբթի։ Դու սպասում ես ամանորին։ Դե ոնց կես ասեմ։ Չգիտեմ, ոնց ուզում ես տենց էլ ասա։ Անսուդարձին ոչ, բայց այ բազմոցին նստելու վայելել ինչ-որ բան։ Ընկերների մենք ենք ընկերների հետ վայելել ինչ-որ մի բան, այ դրանց սպասում եմ։ Ընկերների հետ վայելել իսկ կանայք ինչ են անում, այպես են անում։ Դե լավ է, հիմիով է անում։ Զանգում մեկ զանգով պատվիրում են բերում։ Դե չէ, բաներ կա, որ դու պիտի պատրաստես Տիգրան ջան, դրանք քիչ չեն։ Օրինակ մայրը քաղաքային աղցան։ Այո, եւ բլիթները, նեփաբլիթները, պարտադիր, պարտադիր։ Լավ, արի խոհանոցը փակենք։ Առավոտ շուտ բոլորը ախորժակն են կրկնում։ Սուրճ մի մոռացիր, մենք սուրճի մասին ենք խոսում։ Ես սուրճ չունեմ, երազում եմ սուրճի մասին։ Ասենա խմեցիր։ Թեյ խմեցի, ես որովհետեւ այս ապակուցեն կողմ ժպտում են, որովհետեւ հասկացան ինչ ակնարկներ։ Ուր եք եկել, չէ՞։ Բա մի մեծ էսպես մեծ բաժակով սուրճ չլիներ ըմպեինք։ Դույլով։ Ինչևէ, հայտնի հոբելարների տարի անդրադառնանք, այսօրն է ծնվել 1863 թվականին Արաքել Սարուխանն է ծնվել, ով է Արաքել Սարուխանը, ասենք, հայ պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ։ 1937 թվականի այսօրը ծնվել է իրանահայ դիրիժոր եւ կոմպոզիտոր, ես կասեի սիրված կոմպոզիտոր, հրաշալի անձնավորություն Լորիս Ճգնավորյանը։ Այո, նաեւ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի ծննդյան օրն է այսօր, նա ծնվել 1946 թվականին։ Ահա, սա էլ իմացանք։ Այսքանով Նաեւ Մարգարետ Թեչերն է ծնվել Մեծ Բրիտանիայի վարչապետ 1925 թվականին, դու չէիր ուզում ասել։ Չէ, ուղղակի բաց էի թողել, չէ, ինչ ես խոսում, հատուկ չեմ արել։ Իսկ դու ճանաչում ես Բորիս Սմիրնովին։
Օղու հետ կապ չունի։ Ես պիտի ճանաչեի, չէ, գուցե արտաքինով Շատ հայտնի դերասան խորհրդային միության ժամանակների ֆիլմերից կհիշեմ, շատ։ Ես հիմա դեմքը կնայեմ եւ միանգամից կհասկանամ։ Խսեմ ժողովրդական արտիստ։ Հա, լավ։ Չէ, ոչինչ չասեց։ Դե հիմա։ Արի շնորհավոր ենք նրանց ում ծննդյան օրն այսօր ծնվել են հոկտեմբերի 13-ին, ինչ ասեմ, ինչ մաղթել։ Մեխինդ, ուրախություն, լավ ուրախ, օր, ինչ ասենք, առողջ եղեք, սա ամենակարևորն է եւ գնացեք ձեր նպատակների հետևից։ Միանշանակ։ Եվ այլեք էսպրեսո սուրճը Սաբրինա Կարպենտերի ներկայացմամբ։ Now he's thinking about me every night. Oh, is it that sweet? I guess so. Say you can't sleep, baby. I know that's that me espresso. Move it up, down, left, right. Oh, switch it up like Nintendo. Say you can't sleep, baby. I know that's that me espresso. I can't relate to desperation. Might give a fuck. Are on vacation. Էս էլ էսպրեսոն Սաբրինայի կողմից։ Այդ ինձ ներփիկ երգեր։ Բատեսահոլովակը, տակ, արև, լողապ։ Հա, ինչ։ Լողազգեստով, գեղեցկույներ, մի հրաշքման է, տեսել ես։ Չէ, հիմա չեմ ուզում նույնիսկ հիշել դրվագներ, չէ տեսել եմ։ Հա, շատ, մանավանդ որ դրսում ավազների մեջ աճ, ցա։ Ներսում իհարկե լավ է որ անձրև չկա։ Բայց ես նախընտրում եմ ջրային տարբերակը ծովային տարբերակով, այլ ոչ թե անձրևային։ Այդ տեսահոլովակը սուրճը ծովի հետ խառնած է։ Դե լավ է, էլի։ Բայց չլիներ ծով։ Դες ինչու մերոնք տենց ծովային տեսահոլովակներ չեն նկարում։ Որտեղ։ Սևանում։ Դե անում են ինչքան կարող են։ Մոնտաժով Սևանը ծով են դարձնում։ Բլբլթացնում։ Մենք ունենք նաև գրառումներ Facebook-ում մեր անդավաճան մշտական ռադիոլսողները գրում են մեզ։ Վարդուշ Մաթևոսյանն է գրում. Բարի լույս Հայաստան եւ հայ ժողովուրդը հաճելի է օրը սկսել սիրելի հաղորդավարների հետ ու հաճելի ռիթմերով լավ օր ու ուրախ տրամադրություն բոլորիս։ Շնորհակալ ենք Կարինե Մկրտչյանը, մեր մշտական ռադիոլսողը, շնորհավորում է մեր մայրաքաղաքի տոնի առիթով, ասում է որ միշտ երիտասարդ լինի Երևանը, այդպես էլ կլինի, այլ տարբերակ չկա ուղղակի։ Անգել Ֆլաուերսի գրառումը կարդացել ենք, այո, գրել է ոնց եմ սիրում ձեր բարի դեմքերը, այնպես պուպուշ եք, ճիշտ չէ, անուշ եք։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Ես ինձ բարի լոտո զգացի։
Լավ, ինչ։ Ամենակարևորը, որ կապ չունի թե շաբաթվա ոլորտն է, միշտ ունենաք լավ տրամադրություն հենց վաղ առավոտից, տրամադրվածությունը եւս շատ կարևոր է եւ մի մոռացեք, որ ձեր մեկ ժպիտը կարող է երջանկություն ապարգևել ձեր մտերիմներին ու հարազատներին։ Մեկ քաղցր խոսք օրինակ, Տիգրան ջան, քեզ շատ եմ սիրում ու շնորհակալ եմ քեզ, որ կաս իմ կյանքում։ Ապրես։ Ահա։ Այ եթե բոլոր գործընկերները այսպեսին լինեն աշխատավայրում, պատկերացնում ես ինչ մթնոլորտ կդիրի այդ բայց այդ անկեղծ էր, ինչ այլոց այդ շնորհակալությունը։ Ես բան ասեցի։ Հա, ձևական չէր էլ, իսկապես հոգուս խորքից Իզուր չէ որ մեր հաղորդման անունը սուրճ ու սեր է։ Այո, սերը մեզ համար շատ կարևոր է, ամենուր, կյանքում, կյանքը պետք է սիրել, հենց կյանքը։ Ձեզ պետք է սիրեք, ձեր հարազատներին պետք է սիրեք, սա եւս շատ կարևոր է, եւ ինչ որ ֆիքսել եք, որ ինչ որ բան սիրով եք անում, ապա այն ստացվում է։ Միանշանակ դա է շատ կարևոր, դա միանշանակ այդպես է, այնպես որ եկեք ամեն ինչի մեջ սեր դնենք եւ կտեսնենք, որ կյանքը հիասքանչ չէ։ Կյանքը հիասքանչ չէ, բայց արի չմոռանանք, որ նաև լինում են արհավիրքներ, բնականաբար եւ ըստ մակի շատ ընտիրոնցում է, ինչ խոսքես մի ժամ խոսում էի։ Տես այսօր այդպեսի օր է, որպեսզի իջեցնեն, նվազեցնեն արհավիրքների ռիսկերը։ Այդպեսի միջազգային տոն է այսօր նշում ՄԱԿ-ը։ Այսինքն սիրով պետք է նվազեցնել արհավիրքի ռիսկը։ Այդ ոնց։ Դե չգիտեմ, հիմա այդպես է։ Բնական աղետների մասն է խոսքը։ Բնական աղետները կարող ես մի քիչ կանխել զուտ հոգ տանելով բնությանը։ Բնությանը կապում։ Ինչ տվեցիր այնել կհնձես։ Դու փոխանցեցիր։ Հրապարակեի։ Իսկ թե ինչի մասին ենք խոսելու հաջորդ եթերաժամին, կիմանաք եթե չփոխեք ալիքը, շարունակեք մեզ դիտել 3w.armradio.am կայքով, լայվը գործարկված է, նաև մեր հարմարավետ զրուցարանը եւս տեղում է։ Գրեք մեր տանը մեզ։ Facebook-ն էլ կա ու կա։ Դե մենք նաև ջերմ ողջույններ ենք ուղարկում TikTok-յան հարթակում մեզ հետևողներին։ Իսկապես շնորհակալություն ենք հայտնում, որ բոլոր հարթակներում այսքան ակտիվ եք, մեզ համար սա եւս շատ շատ կարևոր է։ Եվ քանի որ լրատվականի մեր գործընկերը մնացել է խցանման մեջ 4-րդ հարկից 3-րդ հարկ, շատ դժվար է։ Երթուղային տաքսին էսպես ուշանում է կամ խափանվել է։ Տաքսուկներն են շատ բարձր։ Մենք մի կատարում ենք այս պահին վայելում, որից հետո սպասեք ժամը 10-ի լրատվական թողարկմանը։ Հիշում է Երևանը, իմ այսօրն ու երեկվանը, ու երգում է շատրվանը, իմ սրտի սիրո մասին։ Երկու սիրտ երբ հանդիպում են, Երևանը միշտ ներկա է, այս քաղաքն է որ ստիպում է, սիրահար մնալ հավերժ։
Ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում Բարի լույս, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը։ Բելգիայի թագուհի Մաթիլդան այսօր հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանում է Հայաստան որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Հաղորդագրությունը տարածել է Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը։ Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել կայուն զարգացման օրակարգի կարևորությունը եւ ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, ասված է մամուլի հաղորդագրությունում։ Թագուհին այցի շրջանակում կհանդիպի Երևանի պետհամալսարանի ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը։ Նախատեսված է այց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Թագուհու ծրագրի առանցքային կետերից կլինեն բնապահպանական հարցերը, որոնց շրջանակում նա կայցելի Գեղարքունիքի մարզ, Սևանա լճի տարածք, ինչը կարևորվում է հատկապես 2026 թվականին կենսաբազմազանության COP17 համաժողով է հյուրընկալելու Հայաստանի պատրաստակամության համատեքստում։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկմանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ընդգծել է, որ գլոբալ զինաթափումը եւ չտարածումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է։ Հովհաննիսյանը նաեւ շեշտել է, որ սովորական սպառազինությունների վերահսկման ամուր եւ արդյունավետ ռեժիմը վստահության եւ անվտանգության ամրապնման միջոցառումների հետ մեկտեղ կարեւոր են միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում խաղաղության պահպանման համար։ Դեսպան Հովհաննիսյանը ընդգծել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրմամբ ձեռք բերված առաջընթացը վերահաստատել է վստահությունը առ այն, որ Հարավային Կովկասում բացվում է խաղաղության, կայունության եւ տարածաշրջանային համագործակցության նորեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Եգիպտոս։ Հայաստանի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխում կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Երեկ փոխանցել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի գրասենյակի հաղորդմամբ էլ առնվազն 20 երկրների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին։ Մասնակցելու են նաև Ադրբեջանի նախագահը, արդյոք կլինի հանդիպում այս համաժողովի շրջանակում չի հաղորդվում։ Հիշեցնենք, Շարմ էլ-Շեյխում կայանալիք խաղաղության գագաթնաժողովը հրավիրվում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի պաշտոնական ստորագրման կապակցությամբ։ Պաշտպանության նախարարը աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է, Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Վաշինգտոն, հաղորդել է ռազմական գերատեսչությունը իր Facebook-յան էջում հրապարակելով կարճ տեսանյութ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 12-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեհաշիջման աշխատանքները Երևանին ու Բարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4000 հեկտար տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում փրկարարական ծառայողները արդյունավետ համագործակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում կրակի տարածումը կանխելու համար։ Կրակ բաց չկա, ծխի ծավալը էականորեն նվազել է, աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06 րոպեին, հրդեհաշիջման աշխատանքները նույն ինտենսիվությամբ շարունակվում են, երեկ երեկոյան հայտնել են փրկարար ծառայությունից։ Եվ վերջին լուրը Երևանում երեկ տոնում էին քաղաքի 2807-ամյակը քաղաքապետարանը ուշ երեկոյան լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակում անցկացված համերգից եւ հրավառությունից։ Հոկտեմբերի 12-ին Երևանի տարբեր հատվածները վերածվել էին մեծ տոնական վայրերի, սիրված եւ հայտնի արտիստների մասնակցությամբ։ Իսկ ժամը 21-ին Հանրապետության հրապարակում անցկացվեց օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որն ավարտվեց շքեղ հրավառությամբ։
Հայաստանի վարչապետը Facebook-ի իր էջում այսօր անդրադարձել է Էրեբունի Երևան տոնակատարություններին եւ գրել. Երևանցիներին, Երևանի քաղաքապետարանին եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին շնորհավորում եմ Էրեբունի Երևան տոնակատարությունների բարձր մակարդակով կազմակերպման համար։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ Живу одна, такие вот дела, а всё она взяла и мужа увела, и он теперь живет с этой дурой крошкой, целует ручки ей, греет ножки ей. Я знаю, что у нее душа Кошкина, а я ж хорошая мадам Брошкина. Она такая, никакая, но чего в ней нашел? А я такая, блин, такая, во какая. Но мой поезд ушел, не вспоминает он меня 2 лета 2 зимы. А вспоминает гад тогда, когда надо дать взаймы. И вот на что он там живет, скажите, люди добрые, с этой крошкою. Купил колечко ей, купил сережки ей. Я знаю, что у нее душа Кошкина, а я шикарная мадам Брошкина. Она такая, никакая, ну чё он мне нашел? А я такая, блин, такая, раз такая, но мой поезд ушел. Вот так дала ей по башке своими рожками. Так я же ж добрая мадам Брошкина. Я знаю, что у нее душа Кошкина, а я хорошая мадам Брошкина. Она такая, никакая, ну чё он в ней нашел, а? А я такая, блин, такая, о, какая. Но мой поезд ушел. Она такая, никакая, ну чё он в ней нашел? А я такая, блин, такая, о, какая. Но мой поезд ушел. Տու 19 րոպե
Այո, ինչու հիշեցիր այս երգը դու Տիգրան։ Ինչու մենք չհիշենք նման երգեր։ Ինչու մենք չհիշենք։ Իհարկե միանշանակ։ Լավ երգերը միշտ պետք է հիշել։ Բայց միանգամից բոլորն ակտիվացիան ապակուց այն կողմ։ Բարում էին նույնիսկ։ Ամբողջ աշխատակազմին արթնացրեցինք։ Ապրես Տիգրան ջան, ինչ անում ես, մարդկանց համար ես անում, ես համար ես անում։ Երևանը ոչ միայն խոսում է, այլև պարացնում է։ Պարացնում է, երգացնում է, կարող եք նաև դիտել, Հա, ինչու ոչ, որովհետև մենք խոսում ենք նաև գեղեցիկի մասին։ Դե ասա, որ այ կոստյումն է, որ քեզ պետք է գեղեցկացնի։ Կոստյումն է, որ այսօր առավոտյան Լուսինեն տեսավ ասում է, ինչու դու այսօր կոստյումով ես, ասում ինչու։ Այսօր պիտի կոստյումով գային։ Կոստյումի միջազգային օրն է այսօր։ Այո։ Աստորեն, այդպես որ կա։ Չգիտեի։ Հոկտեմբերի 13-ը կոստյումի միջազգային օրն է եւ այն տղամարդիկ հատկապես, որոնք մշտապես սիրում են կոստյումով։ Ես շատ եմ սիրում ֆորֆորալ եւ մանգալ, դա ոչ է, կոստյում շատ գսիրեմ։ Դե դասական է ի վերջո։ Թիթեռնիկ եմ շատ սիրում կոստյումի հետ։ Գիտեմ, քո թիթեռնիկների հավաքածուին շատ լավ ծանոթ եմ, հաճախ միջոցառումների ժամանակ նույնիսկ օգնում եմ, որ դու դրանք գրես։ Ճարմանտներ եմ սիրում շատ։ Գիտեմ, դու նաև բրոշեր ես շատ սիրում, տարատեսակ խոսափողիկներ, կրծքիդ գամած, այսպես գալիս ես եւ վարում ես բոլոր միջոցառումները։ Տեսնում ես ինչ լավ է։ Ինչու մենք հիմա չողջունենք մեր ռադիո լսողին։ Այսինքն ծափերով եք ողջունում ռադիո լսողին։ Ինչ ես սեղմել ասա։ Այս է ուզում սեղմել, հիմա տեսնենք։ Ունենք։ Ես ունեմ 32 բարի լույս։ Դուք ողջույն։ Հրաշք հաղորդավարներին, Տիգրանին, Լուսինեին, բոլոր աշխատակիցներին եւ բոլոր ռադիո։ Հրաշք ռադիո լսողից բարևներ ստանալը միշտ հաճելի է։ Արարատ 73-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Պանոյ Սիմոնյանի ծննդյան օրն էր 99-ամյակը։ Լավ։ Միակ մարզիկն է, որ ստացել է աշխատանքի հերոսի կոչում։ Հասկացա։ Շնորհավորենք։ Այո։ Նիկիտա Պանոյ Սիմոնյանին առողջություն մաղթենք, երկար տարիների կյանք, ամսի 18-ին մեր մնացած Արարատ 73-ի խաղացողները գնալու են Մոսկվայում շնորհավորեն Նիկիտա Պանոյին։ Դուք ոնց որ վատառողջ եք, հա։ Որոշակի։ Դե ձեզ առողջություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք Արարատ 2025-ին եւ շարունակենք։ Այդպես պիտի փոխենք, չէ՞, Արարատ 2025 արդեն իվերջո։ Դե ինչ, վերադառնանք կոստյումին, TikTok-ով գրում են ինչ օր է, կոստյումի միջազգային օրն է։ Եվ այդ առիթով մենք ունենք կոստյումն է, որ պիտի ոլորտի գիտակ։ Այո։ Կոստյումներ ստեղծող մի հրաշք անձնավորություն, որը վերջերս է վերադարձել Փարիզից, հիմա կասենք թե ինչեր անում այնտեղ։ Դիզայներ, մոդելավորող Գեգամ Շերոյանին ասենք բարի լույս։ Բարի լույս։ Գեգամը կոստյումով է իհարկե։ Մարդ, որը օգնում է ել ավելի ինքնավստահ զգալ, որովհետև կոստյումը բավարար չէ, պիտի այդ այնքան ճիշտ կարված լինի։ Եվ իզուր չէ, որ մեծահարուստներ երբեք չեն գնում ու խանութից ուղակի ձեռք չեն բերում։ Նրանք գնում են հատուկ կարելու իրենց համար։ Միլանի խանութից չես գնա ձեռք բերես։ Ես մեծահարուստ չեմ, Տիգրան։ Դու ասես չեն գնում խանութ։ Մեծահարուստները, մեծամասամբ կոստյումները հատուկ կարել են տալիս։ Գեգամի կոստյումներից ոչ ոք չի հրաժարվի։ Ասեք Գեգամ ջան, ճիշտ է թե ոչ։ Այո, իհարկե ճիշտ եք։ Բավականին արդեն արդիական է դարձել նոկերկին, արդիական է դարձել կոստյում կարելու, այսինքն ավանդույթը, այո, պատվերները, քան խանութից գնելը, որը շատ ողջունելի է։ Դե ձեր գործերը լավ են, փաստորեն։ Փաստորեն ձեր գործերը չասենք, ժողովրդական լավ է։ Ահա, Գեգամ, այդ մշակույթը առհասարակ մեր հայ տղամարդկանց մեջ որ գալ դիմել պրոֆեսիոնալի մոտ եւ փորձել ստանալ այն ինչ իր մարմնին յուրահատուկ է։ Արդեն ինչքան ժամանակ է որ այդ տենդենսը նկատվում է եւ ավելանում է գնալու։ Ես այս գործում արդեն շուրջ 8 տարի է ինչ։ Այ 8 տարի առաջ այդպես դիմում էինք ես, այ ես ուզում եմ կոստյում կարել։ Չէ, բնականաբար ոչ, տարվա վրա ավելի շատ են հաճախորդների քանակը, այդտեղից հասկանա որ ավելի գնահատում են դասական հագուստը։ Եվ ամենակարևորը հայ դիզայների աշխատանքը, սա շատ կարևոր է։ Այո։ Սա եւս շատ կարևոր է։ Տղամարդը ավելի ինքնավստահ է, հատկապես պաշտոնական այցերին գնալիս, երբ կոստյումով է։ Ուրախ առիթներին, ինչու ոչ։ Ուրախ առիթներին, այո։ Սա եւս շատ կարևոր է։ Կարող ենք ասել, որ այս մշակույթը, որ մեզ մոտ ակտիվանում է, այսինքն տղամարդը որոշում է իր համար կոստյում կարել, այլ ոչ թե գնալ խանութից ձեռք բերել, նաեւ փոխում է որոշակի այլ մշակույթ։ Մենք հաճախ տեսնում ենք կարևոր իրադարձություններ, ոչ պատշաճ հագնված մարդկանց, որոնք հաշվի չեն առնում դրես կոդը եւ գալիս են այնպես ինչպես կգնային օրինակ ամեն օր ինչ որ տեղ։ Կարող ենք ասել, որ սա կարող է այս մշակույթը, որ ակտիվանում է, կարող է փոխել նաեւ այդ վատ սովորույթը։
Դե միանշանակ փոխում է այդ վատ սովորույթը, նորից եմ ասում, տարին տարա վրա դա մարդկանց քանակը ավելանում է, հիմնական տղամարդկանց կոստյումների մասին է խոսքը, որը նաև էլի ողջունելի է եւ շատ կարեւոր է, երբ որ արդեն հասկանում են խանութից գնացի եւ անհատական մոտեցում ունեցած կոստյումի, որովհետեւ այո, այնտեղ ամեն մի դետալները հաշվում ենք, որպեսզի ավելի գեղեցիկ եւ սլացիկ կազմված գծվի։ Տենդենսները այս տարվա օրինակ կոստյումի որոնք են։ Մենք գիտենք առաջ 2 բորտով, չէ՞, ինչ որ այդտեղ էլ կան նորաձևության նշույլներ, այսպես ասած։ Եթե չեմ սխալվում 19-րդ դարի սկզբից արդեն կոստյումները բաժանվեցին 3 մասի, որը դասականներ, այսինքն ավելի պաշտոնական հանդիպումների համար։ Որը մշտական է։ Այո, երկրորդը դա casual, այսպես ասված կոստյումներն են եւ երրորդը կոստյումների կուծուղե վիճակները։ Ես ուզում հասկանանք առհասարակ տարբերությունները, Գեգամ, կոստյումը կոստյում է, հայ, երևի թե նայում են իր կառուցվածքով ինչ-որ բան փոխել անհնար է։ Մի պարագայում կարող են օձիքը հանել, մյուս կողմից այդ մի տապակը գա մյուսի վրա։ Երկու կտրվածքով, մեկ կտրվածքով։ Բայց շատ փոփոխություն անել չես կարող, միևնույնն է։ Իսկ ինչպես տարանջատել կոստյում ուրախ առիթի համար, կոստյում գործնական հանդիպման համար, կան նման տարանջատումներ, թե մենք չգիտենք։ Իհարկե կան կոստյումներ կան, սմոքինգը հիմնական հագնում են փեսաները, դասական համերգի հետ եւ բեմում, այո, դասական երգիչները, իսկ անգլիական կոստյումները հիմնականում պահանջը հիմնականում բիզնես ոլորտի քաղաքական գործիչների համար է ավելի շատ նախատեսված, այնտեղ տարիքային նաև փակումել կա, այո, կոճակների հետ կապված, 2 կոճակ, 1 կոճակ, այո, հիմնականում 45+ տարիքում խորհուրդ է տրվում հագնել 2 կոճակ, բայց միևնույնն է տակի կոճակը բաց թողնել, չէ՞։ Այո, դա գիտենք, որ տակի կոճակը միշտ պիտի բաց լինի։ Իրականում, որ ասեմ, գիտեմ ինչի համար է, չգիտեմ, հիմա այդպես է։ Ֆիքսել եք, որ այդպես է։ Հիմա նաև շատ նորաձև է ու շատ հարմար, ինձ էլ է շատ դուր գալիս, երբ կանայք, ոնց ասեմ, օրինակ ես անդադար, երբ բացում եմ զգեստապահարանը, ամուսնուս մի քիչ casual ոճի կոստյումները ուզում եմ վերցնել եւ ինքս կրել մի քիչ ավելի լայն ուսերով, որոնք ին վրա մեծ են մի քիչ, բայց շատ հարմարավետ է եւ կարծես թե նորաձև։ Ինչպես է դա նայվում, երբ աղջիկը վերցնում է տղամարդու կոստյումը։ Հա, էլի մի հագեք։ Չէ, մեր կոստյումները մի հագեք։ Չեմ կարող չհագնել։ Վայ։ Դա առաջ եկավ ավելի շատ oversize, այո, վիճակները մոդա ընկնելու հետ կապված։ Այդ իսկ պատճառով տգեղ չի նայվում, այո։ Նորմալ է, չէ՞, որ մենք տղամարդկանց կոստյումները վերցնում։ Մի քիչ չեմ հասկանում, երբ որ կանայք հագնում են դա եւ մենք ռոշ ենք դնում, բան սիրունացնում ենք։ Աղջիկական ենք դարձնում եւ։ Չէ, մի արեք այդպես բան։ Եղամ, ես գիտեմ, որ քո բոլոր կոստյումները անհատական են եւ մեկ օրինակով են յուրաքանչյուր անհատի համար, այսպես պատվերով է։ Իսկ կգա մի ժամանակ, երբ մենք կտեսնենք խանութ, որտեղ կախված են եւ յուրաքանչյուրը կարող է գնալ ու գնել իր համար կոստյում։ Շատ ինչն է խանգարում այ մեր հայ դիզայներին ունենալ իր գիծը սեփական։ Խանութ ունենալու հետ կապված շատ մտածել եմ, որպեսզի ունենամ, բայց ինձ թվում է, որ ես ունենամ խանութ, կփորձեմ այս դեպքում ավելի շատ քանակ հետ աշխատել եւ այո եւ մտածում եւ որ կտուժի այսինքն ավելի ճիշտ է ունենալ ատելյե հա դրա համար այսինքն իմ ֆիշկան դա է երբ որ իմ ատելյե մոտենում է հաճախորդը քննարկում ենք ինչ առիթի համար է ծանոթանում է կտորներին գույնին եւ վերջում ենք ճապսերը Ձեր նախընտրելի կոստյումը որն է ոճային առումով որ դուք ավելի ձեզ հարմարավետ եք զգում կոստյումին ինչ կապված է կոստյումի հետ ես սիրում եմ բոլոր գրեթե ամեն օր գրում եմ անկախ եղանակից հետաքրքիր է ինչու որոշեցիք այդ ուղղվածությամբ գնալ հատկապես այն պարագայում որ այդ ժամանակներում որ որոշել եք այդ ուղղվածությամբ գնալ այնպես չի որ շատ կային պահանջարկ կար շատ իմ
այս գործի մեջ, այսպես ասած, թաթախվելը հետաքրքիր պատմություն Դե, ունի։ մենք Ես սկսել եմ թիթեռնիկների արտադրությունից բաբաչկաների։ Ես հիշում եմ։ Իրոպե, ինչ թիթեռնիկներ։ Բաբաչկի։ Շատ գեղեցիկ, ես հիշում եմ։ Հա, Եվ շատ հայտնի էր։ Հիմա կարծես դադարել է։ Չէ, չեն դադարել, ես ամեն կոստյումի հետ նվիրում եմ այդ ավանդույթը կա։ Սկսեցի բաբաչկաներ արտադրել եւ իրանք նույնպես էլի կոլեկցիաներ էին, ամեն մեկից մի հատ էր, այդ փորձում էին ինչ-որ sense մամայի կամ քույրիկի սեղած բիժուները ջարդել, փակցնել իր ինչ-որ միտեղ, բնական դա 17 թվականին։ Պատկերացնես, քույրը ամեն անգամ բացում էր զարդատում։ Եվ Instagram-ով սկսեցի, այո, գովազդել, նվերներ տալ եւ այլն, բայց մինչեւ այդ ես աշխատում էի թատրոնում որպես բալետմեյստեր, խորեգրաֆ Թատրական ինստիտուտն եմ ավարտել ես, լավ, հետո։ Այո։ Չգիտեի։ Եվ այդպես հետո բնականաբար բիզնես ստեղծելու համար պետք է ուսումնասիրել շուկան, պահանջարկը եւ հասկացել որ տղամարդ Բայց կար այդ պահանջարկ, որտեղ մենք կոստյում կրող այդպես կոստյումասեր հասկ չենք, եթե կարելի։ Ոչ թե զգացի, որ կա պակաս, այլ փորձեցի դա առաջ բերել։ Այո։ Դուք թելադրեցիք պահանջարկը այսպես։ Ես ուզում եմ խոսենք նաև քո վերջին համագործակցություններից մեկի մասին, դու Փարիզում էիր եւ համագործակցում էիր Dolce Gabbana հայազգի հայտնի մոդել Աշոտի հետ, ազգանունը չեմ հիշում իհարկե։ Գրիգորյանի հետ, ահա։ Խնդրեմ նաև այդ ինչ ազգային, հա, այսպես պրոյեկտների մասին մի փոքր խոսենք։ Այնքան հաճելի է որ տեսնում ենք մեր Փարիզում եւ շատ գեղեցիկ կոստյումը ներկայացնում էր հենց Աշոտը Գրիգորյան, որը գովել է իհարկե։ OMC միջազգային մրցույթներ, որը տեղ ունեցավ Փարիզում մի քանի օր առաջ։ Աշոտի հետ կապված ես իրականում չէի ճանաչում իրեն այդ օրը երբ որ ինքը ելույթ ունեցավ Dolce Gabbana-ի պոդիումի վրա ընկերներիցս մեկի տանն էի ասեց Շերոյան որ կա սենց տղա ով մասնակցել է այո արի նայենք Եվրոպա բնակ է եթե չեմ սխալվում այո Փարիզում Լիոնում է բնակվում Աշոտը նայեցինք Աշոտի ելույթը անցավ մի 2 օր որոշեցի իրեն գրել որ ես գալիս եմ Փարիզ արդեն կոնկուրսի մասին տեղյակ է եւ հայտը տված էր Աշոտը ասեց որ կպատասխանի ագենտի հետ խոսելուց հետո քանի որ ուներ պայմանագրեր այո որոշումներ կայացնել մի խոսքով ագենտի հետ զրուցելուց հետո ագենտը իրեն մերժել էր բայց մալադեց Աշոտին ինքը կռիվ էր արել այսպես ասած այո ասել այո իմ հայ տղան է ես պետք է իրան այո աջակցեմ մալադեց Աշոտին Լոնդոնից այդ ժամանակ իրանք նկարահանվում ֆոտոշութեր ունեին Լոնդոնից եկավ Փարիզ այդ օրը ինձ օգնեց այո եւ բավականին մեծ հաջողություններ բավականին մեծ արձագանքներ այո շատ մեծ արձագանքը համացանցում դու արդեն չափերը վերցրել էիր մոդելի որպեսի կրես on-line մենք WhatsApp վիդեո զանգով ենք իրար հետ շփվել իր քուրիկն է տենց չափերը վերցրել հա կարծես այ իր այսպես ինչպես ասում են ինձ վրա ես ասեմ ավելին երևի ստեղի պրիմեր կարած կոստյումը տենց չէր լինի ոնց որ on-line եղավ այո կոշիկներից սկսած ամբողջը հատուկ իր համար կարված էր շատ մեծ թիմ աշխատեց եւ եթե նկատեցիք կոնկուրսի հիմնական միտքը նա էր թե ինչ նորաձևություն նորություն ավելի շատ կտակ նորաձևությանը նոր շունչ այո ես հիշում եմ մի կողմը կար մյուս կողմ այո ոնց որ բաժանել է երկու մասի եւ այնտեղ ամենակարևոր շտրիխը եթե նկատել ես Տիգրան ես դենք մեկ կողմից տաքսիդո էր ես բաբաչկայի փոխարեն ժամացույցն էի կապել այո ես նկատեցի դա ինչ որ այդպես այո ժամացույցը կարծես թիթեռնիկի փոխարեն շատ գեղեցիկ բրոշի տպավորություն էր թողնում բայց ժամացույցը եւ այդ մյուս կողմը բրոշի հավաքել այո բրոշը տեսել էր հրաշքեր գյուղական տանից գտա տատիկիս այսպես ասած օժիտի մեջ ժամը որ պատին բոլորի տներում կային այո տվեցի գետին, ջարդեցի, մեջից հանեցի այդ աքսեսուարը, այո։ Տատիկը ես չի ների։ Տատիկս դժվարն էր 2002-ին ամառուց։ Բայց տունը անընդհատ վիճաբանություն եղել, քույրը անընդհատ եկել է որ իր զարդերից վերցնի, տեսել է եղբայրը վերցել է, էլի դու։ Իմիջ այլ ոչ ոք չէր հավատում իմ ուժերին։ Երևի մինչև հիմա էլ չեն։ Չէ, դե արդեն էլուր։ Չեն հավատում։ Բա ոնց չկոտրվեցիք, ոչ ոք չէին հավատում, ասում էին օրինակ, եթե այդպիսի ֆեյլեր են եղել, որ կձախողեք, ոնց ինչն էր ձեզ տանում առաջ։
Ես սիրում եմ տեսակը, ես չեմ վախենում ոչինչից։ Նաև քո սեփական միջոցներով ես դու ամեն ինչ անում։ Այո, դու ես այո։ ֆինանսները դնում, Բաբաչկաները սկսելուց երևի չեմ սխալվում, մոտ մի 40,000 դրամ ներդրում եմ արել։ Այդքանով սկսել ես բաբաչկան, այո, այո, Հայաստանում է ապրում եք, գիտեք, թատրոնի աշխատավարձ, բարողի աշխատավարձ։ Դե հա, գիտենք։ Ես էլ տենց պապական հարուստ չեմ եղել, բայց հիմա փառք Աստծո։ Օգնել եմ հարուստ լինելուց։ Արեք, ախայ սոփուշվականքը չէ։ Այստեղ մենք տեսնում ենք նաև որոշակի փոփոխություններ, սա նորաձևության տենդենց է իհարկե, որը ինձ շատ ուրախացնում է։ Ես տեսնում եմ, որ տղամարդիկ սկսել են ավելի կոկիկ հագնվել, սկսել են իրենց ուշադրություն դարձնել, նաև սկսել են իրենց մարմնի կազմվածքին ուշադրություն դարձնել, ավելի ճաշակով ես տեսնում, ավելի կոկիկ ես տեսնում։ Սա նաև մեր հայ դիզայներների համար աշխատանքի արդյունք է։ Իհարկե։ Իհարկե դիզայներները։ Որովհետև տարիներ առաջ շատ դժվար էր։ Բացի մեր աջակցությունը այդ հարցում մի փոքր ավելի հեշտացել է կյանքը, ինքներս գիտենք, համացանցը կա, այո, ես հաճախորդներ ունեմ տղա, որոնք այնքան մեծ պատմություն գիտեն կոստյումի մասին, որ սկզբից մտնում չեմ պատկերացնում, որ ինքը այդքան գիտելիք պետք է ունենա, բայց գալիս է զարմացնում է, հա։ Ամենակմահաճ հաճախորդը, որ եղել է քո կյանքում այս տարիների ընթացքում։ Դե կարող ես անուն չտալ, բայց եթե կա կմահաճ, այն որ նյարդայնացրել է ամեն մի կարի վրա բզբզոցել, նյարդայնացրել, նյարդերի Ժինստում ինձ վրա մյուսը ցածր է, մեկը բարձր է։ Չէ, այտենց դեպք չեմ ունեցել իրականում, չեմ ունեցել այդպես դեպք, պարզապես հաճախորդը երբ որ մոտենում է մի փոքր իր պատկերացումները նախ առաջին անգամ ինքը մանգործի մեջ թաթախվում, միանշանակ ես առաջի իր հարցը դնում եմ, ասում հիշի, որ դու ժուրնալի տղան չես։ Դու ունես այս խնդիրը մարմնի, այո, եւ այլն, մարդկա գալիս է օրինակ ինչ որ sense գույն է ուզում, բայց իր մաշկի գույնի հետ դա ընդհանրապես չի համահունչ։ Չի ասում, մաքսիմալ փորձում ենք իրեն բացատրել, որ այսպես, եթե վստահում եմ, վստահում եմ, եթե չէ, հաճախորդը իր ցանկություն ունի, միանշանակ պետք է։ Կա գույն, որը այ կոստյումը սահմանապակ է, սև է, մուգ կապույտ եւ կարծես թե Ինչի, հիմա ինչ գույն ասես կարում են։ Չէ, բավականին արդեն գունեղ հագնվող տղաներ ունենք, ինչ չէ նաեւ մեր քաղաքական գործիչներից, որ քաղաքական գործիչները գունեղ չէ, դասական, բայց գույների հետ կապված ոչ մի ավելի հանգիստ են։ Այստեղ կարևորը ճաշակով ու ճիշտ մատուցելն է այդ գույները։ Դե միանշանակ։ Սա շատ կարևոր է եւ ես միշտ ասում եմ, երբ որ ես ասում եմ դա իմ խոսքն է, զգում եմ գույնի համը, մեկը sense զարմանում են դա որ ինչ համա ոնց զգում, բայց Ես գիտել եմ որ այ հաճախորդը մի գույն է ուզում, բայց դու զգում ես որ այդ գույնը իրենը չէ, դեմքի հետ հա կարծես համահունչ չի լինի, կամ ձևածքն է ինչ որ արտարոց բան ուզում, բայց դու զգում ես որ դա միևնույնն է չի նայվի։ Դե իհարկե լինում է։ Չեն նեղանում, այ որ ասում ես սա քեզ համար։ Չէ, եւ հավատացեք որ ավելի ողջունում են, որ ասում են այդպես չենք ֆայմել, չենք մտածել։ Դե կարևորը լսում են եւ գալիս է ընդհանուր գործը։ Ինչով է զարմացնում հայկական նորաձևությունը դուրսը։ Ունենք բան, ասելիք, ունենք, կարող ենք զարմացնել։ Բայց ուզում եմ հասկանալ ինչ դիրքերում ենք մենք նորաձևության տարատեսակ ցուցադրություններում։ Վատ դիրքերում չենք, միանշանակ ու մի բան ասեմ, որ ասում հայի մատը, որ խառն է միտեղ, դա չի կարող լավ չունենալ, այո։ Իհարկե լավ դիրքերում ենք։ Հա Այս տարիների ընթացքում այն անհատները, որոնք հավատացել են իրենց ուժերի վրա, ոնց դուք նշեցիք, կարողացել են նաև տալ նորաձևության, հայկական նորաձևության գույն, երանգ, շատ տաղանդավոր դիզայներներ ունենք, շատ կանացի, տղամարդու որպես այդպեսին ուղղված կարելի ասել չկա։ Միայն ես եմ ու դա էլ մեծ ես չեմ փորձում դրա համար ավելի շատ կանանց հետ աշխատել։ Հիմա մի րոպե, ես ենթադրենք ուզում եմ ինձ համար կոստյում ձեռք բերել եւ ուզում եմ գալ ձեզ մոտ։ Դուք ասելու եք ոչ ես միայն տղամարդկանց համար եմ կոստյում ձեզ կկարեմ, բայց առհասարակ փորձում եմ շատ տենց չխորանալ կանանց կոստյումի մեջ։ Գերան Հայաստանում զբաղվել նորաձևությամբ այսօր եւ տարիներ առաջ արդյոք շահավետ է թե ոչ ինչ է փոխվել շուկայում։
շահավետ է բիզնես առումով։ Այո, կոմերցիոն։ Դա էլ չէ կարևոր ի վերջո, առանց դրա չի լինի։ Իհարկե կարևոր է։ Ես հիշում եմ տարիներ առաջ դիզայներները բողոքում էին, որ մեզ մոտ այ ոչինչ չի վաճառվում մենք մեր միջոցներով եւ կարծես գնում էր դեպի անկում ոլորտը։ Այսօր այդպես չէ։ Ինքնանպատակ չլինելու։ Երբ որ օրինակ ես մյուս տարի սեպտեմբերի 14-ին գրեթե Հայաստանի ամենամեծ ցուցադրությունը լինելու իմ կողմից միանգամից ասեցի դրա մասին նույնիսկ օրը կա։ Այո, իմ ծննդյան օրն է։ Այո, սեպտեմբերի 14։ Այսինքն վաղն է ծննդյան օրը։ Վաղը չէ։ Բայց սեպտեմբեր։ Անցել է արդեն։ Ես Փարիզում իմ ցույցի օրն էր իմ ծննդյան օրը։ Դուք գիտեք ինչ եք անում էլ այդ օրը։ Նայեք, որպես այդպեսին հիմա ես մտածել եմ այդ ցուցադրություն պակասը անել, միանշանակ ես իմ գումարներով պետք է անեմ եւ նաեւ կլինեն մարդիկ, ովքեր որ հովանավորեն, ինչ որ մի ֆիրմաներ եւ այլն, կամ չեն հովանավորի, բայց պետք է մեկը անենք։ Այո, իհարկե, իսկ ինչ վերաբերվում բիզնես հարցում արդյունավետ է թե ոչ, ինձ թվում է, որ բիզնեսում պետք է մի քիչ խելացի լինել, լավ տիրապետել մարքեթինգի, որպեսզի կարողանաս հաջողության հասնես այդ հարցում գումար աշխատելու։ Կան մոդելներ, իմպրեսարիոներ, չունես, պրոդյուսերներ։ Չէ, չունեմ։ Պետք է չի, չէ։ Չէ, ամբողջ ես։ Այստեղ իհարկե պիտի կարողանաս կոմերցիոնը քո սրտի ուզածից տարանջատել եւ ստեղծել մոդելներ, որոնք քո հոգուց են գալիս եւ դրանք ցուցադրության համար են եւ իհարկե բիզնես մոդելը աշխատացնելով ստեղծել կոստյումներ, որոնք կգեղեցկացնեն եւ ավելի լավ տեսք կհաղորդեն ուղղակի մարդկանց, որոնք առօրյայում պիտի դա օգտագործեն։ Նայեք, սա էլ է արվեստ համար, իհարկե, միանշանակ այդպեսին եւ չի կարելի այդքան գումարի համար sense ինչ որ հաջախորդներ ունեմ, որ ես okay x մի հատ ինչ որ կլորի գումար ասեմ, ես վստահ եմ, որ իրանք կարող են վճարել, բայց ես նման բան չեմ անում, որովհետեւ այո, իմ պապիկս մի հատ լավ խոսք ուներ ինձ այդ դասերակելու տարիներին, ասում էր, որ երբեք նո հայկական բառ չինքը թամախ չանես գումարին, այո, այսպես ոնց որ անդադի դա իմ ականջիս մեջ է ու ես փորձում եմ մաքսիմալ հաջախորդին հարմարվել, նո շատ չեմ հարմարվում, բայց թող իրանք հարմարվեն, այո, բայց հարմարվում եմ, որպեսզի համ նորից գա, երկրորդը դրա մասին տեղախոսում, այնտեղախոսում։ Սարաֆանն է ռադիո բառակապակցությունը շատ լավ աշխատում է ի վերջո։ Մինչ նոր ցուցադրություն հաջորդ տարվա ինչ սպասենք քեզանից առաջիկայում։ Առաջիկա սպասեք նոր գեղեցիկ կոստյումներ, եւ հիմա ամբողջ այս 1 տարին պետք է ամբողջ քիմիասներ տնեմ ցուցադրությանը, այո, որովհետեւ 3-4 վիխեդե ունենալու։ Հայերեն մասնակցելու մոդելները թե այո, հայերեն։ Բայց ոնց հասկանում եմ տղամարդկանց կոստյումներ եք ցուցադրել։ Այո, տղամարդկանց մոդելներ այդքան ունենք։ Դե Հայաստանում փորձենք այո, casting հայտարարենք եւ կունենանք մոդելներ, երեկո ունենալու է ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանը շատ աղանդավոր, այո, որ արդեն մենք բավականին այո նշումներ ունենք արված 3 վիխեդա ունենալու, եթե ոչ 4, վերջում մի հատ գեղեցիկ հարսից կեսել կհանեմ։ Հա, նույնիսկ դա է կանել։ Այո, մի փոքր ուրիշ հարսից կես, բայց այսպես կոստյումի բան ունենալ Դե չի կարող չլինել առանց կոստյումի։ Եվ այդպես, իմ թիմը շատ լավն է, տաղանդավոր է, բոլորին շատ շնորհակալ եմ, իրականում տարիքով բավականին մեծ են իմ դերձակները, բայց փորձառու են, սա շատ կարևոր է, բայց շատ մեծ ընտանիքի նման աշխատում ենք։ Հրաշալի է։ Ես վստահ եմ, որ ցուցադրությունը յուրատեսակ ոճով է առանձնանալու է, հաշվի առնելով ռեժիսորի, ձեր մտահղացումները, որ միասին կիրագործենք։ Շնորհակալ ենք, մաղթում ենք հաջողություններ Գեգամ եւ նորանոր գեղեցիկ կոստյումներ, զգեստներ եւ նաեւ ինչու ոչ թող հայկական նորաձևությունը նաեւ ներկայացվի միջազգային հարթակներում։ Շնորհակալ ենք նաեւ, որ այդ մշակույթն եք զարգացնում, որտեղ ամարտիկ կան եւ հատուկ իրենց համար կոստյումներ կան։ Սա շատ կարեւոր է։ Կոստյումի միջազգային օրվա առիթով մենք զրուցում ենք դիզայներ մոդելավորող Գեգամ Շերոյանի հետ։ Այո, հարգելի տղամարդիկ, կոստյումն է, որ ձեզ պիտի գեղեցկացնի։ Իրականում այո, կոստյումը կարող է գեղեցկացնել։ Կհանդիպենք քիչ անց։
station with the best music. Best music. I love music. Best music. Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցը 38 րոպե, կրկին ասում ենք բարի լույս նրանց, ովքեր հոկտեմբերի 13-ի առավոտը սկսել են կամ նոր են միացել մեզ, շարունակում են մեզ հետ միասին։ Այսօր հարգելի տղամարդիկ, կապ չունի առիթ կա թե չկա, կոստյումով գնացեք աշխատանքի, որովհետև այսօր կոստյումի միջազգային օրն է։ Եվ հետաքրքիր մի քանի փաստ ենք ուզում ներկայացնել ձեր ուշադրությանը կապված կոստյումի հետ։ Հիմա կոստյումը համարվում է կարևոր այցերի ժամանակ կարևոր դրես։ Չես կարող ասել, մեկ էլ տեսավ այդ կարևոր այցին ինչ որ մեկը եկավ ջինսերով։ Դե հա, լինում են այդպիսի դեպքեր, հուսամ ժամանակի ընթացքում դա էլ տեղի չունեցե։ Ուզում եմ ասել, որ կոստյումը սկզբում զինվորական հագուստ է եղել, որքան էլ որ տարօրինակ է, 17-ից 18-րդ դարերում այն ձևավորվել է որպես եվրոպացի զինվորականների համազգեստ։ Հետո տեղափոխվել է քաղաքացիական կյանք որպես էլեգանտ հագուստ։ Այո, երկրորդ փաստը ներկայացնել։ Նաև բրիտանացիներն են ձևավորել կլասիկ կոստյումի ստանդարտը 19-րդ դարում Լոնդոնի Սևիլ Ռոու փողոցում կարի վարպետներն առաջինն էին, որ սկսեցին կոստյում կարել ըստ պատվերի, չափի եւ մանրակրկիտ ձևով։ Այսինքն կոստյումը հենց սկզբից էլ կարելու անհատական կարելու տարբերակով է եղել։ Իմիջիայլոց կոստյումը նաև համարձակության խորհրդանիշ էր 20-րդ դարի սկզբին տղամարդը, ով հագնում էր լավ կարված կոստյում, ընկալվում էր որպես վստահ, հաջողակ եւ հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մարդ։ Հիմա էլ այդպես կարծում եմ, այդպես չի, որ հիմա այդպես չի։ Բայց ասեմ, որ հերոց չմնացին նաև կանայք։ Դե ոնց կարող ենք կոստյումը հայտնվեց միայն 20-րդ դարի սկզբին Կոկո Շանելը առաջինների ցերով առաջարկեց կանանց գրել պիջակ եւ փափուկ կտորից տաբատ որպես անկախության եւ ազատության խորհրդանիշ։ Այո, մենք հետ չպետք է մնայինք միանշանակ ինչի մասին է խոսքը Կոկո Շանելի։ Հա, միշտ հայտնում ենք։ Իդեպ կոստյումի յուրաքանչյուր կար խոսում է։ Մենք խոսում էինք, չէ՞, դրա մասին, որ կարը շատ կարևոր է բարձրակարգ կոստյումներում նույնիսկ կարի ուղղությունը կամ կոճակների դասավորությունը կարող են ցույց տալ, որտեղ է այն պատրաստվել, ասենք Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, կամ օրինակ Հայաստանում։ Եվ իհարկե գույներին էլ պիտի անդրադառնանք, շատ կարևոր է։ Ասում են, որ գույները երբեք պատահական չեն եղել, գորշ, մուգ կապույտ եւ սև գույները ընտրվել են, որովհետեւ դրանք ամենակիչ ուշադրությունն են գրավում, թողնելով կենտրոնը մարդու խոսքին ու վարքին։ Նեյտրալ տարբերակն է ընտրվել այս պարագայում։ Հետաքրքիր է, չէի մտածել ինչու են հենց այդ գույներն ավելի շատ։ Ժամանակակից կոստյումը իդեպ փոխվում է նաև տեխնոլոգիայով, այսօր կան խելացի կոստյումներ, որոնք ունեն նաև ջերմակարգավորում, ռոբոտ կոստյումներ կան։ Չէ, բջջային լիցքավորման տեղ, նույնիսկ շարժման սենսորներ։ Մի խոսքով, չգիտեմ ինչ են դարձրել նորմալ կոստյումները։ Եվ իհարկե շատ կարևոր է եւս մեկ կետ կոստյումի մեջքին եղած կտրվածքը։ Այո, շատ կարևոր է դա։ Այն կոչվում է սլիտ, այն ծակելը, այո, ձևավորությունից բարձվում է։ Դե չմոռանանք։ Դա թույլ է տալիս հեծյալներին հարմար նստել, առանց ճակը պատրելու կամ ձգելու։ Հա, դրա համար է այդ գծիկը հայտնվել։ Դե ձևավորողները, գիտես, միշտ կոստյումով պիտի լինեն, իրենց հանդերձանքը շատ տարբերվում է, իդեպ ինձ միշտ շատ դուր է եկել ձևավորողների հանդերձանքը, իսկապես շատ լավն են։ Այսքանն կոստյումների աշխարհի մասին, իսկ մենք բնականաբար շարունակում ենք մեր ընթացքը հիթային տրամադրությամբ։ We don't talk anymore. We don't talk anymore like we used to do. We don't laugh anymore. What was all of it for? Ooh, we don't talk anymore like we used to do. I just heard you found the one you've been looking for. I wish I would have known that wasn't me. 'Cause even after all this time I still wonder why I can't move on just the way you did so easily. Don't wanna know the kind of dress you're wearing tonight, if he's holding on to you so tight the way I did before. I overdosed, should've known your love was a game. Now I can't get you out of my brain. Oh, it's such a shame that we don't talk anymore. We don't talk anymore. We don't talk anymore like we used to do. We don't laugh anymore. What was all of it for? Ooh, we don't talk anymore like we used to do. I just hope you're lying next to somebody who knows how to love.
that you're gone. Every now and then I think you might want me to come show up at your door, but I'm just too afraid that I'll be wrong. Don't wanna know if you're looking into her eyes, if she's holding on to you so tight, the way I did before. I overdosed, should've known your love was a game. Now I can't get you out of my brain. Oh, it's such a shame that we don't talk anymore. We don't talk anymore. We don't talk anymore like we used to do. We don't laugh anymore. What was all of it for? Oh, we don't talk anymore like we used to do. You're wearing tonight, if he's giving it to you just right, the way I did before. I overdosed, should've known your love was a game. Now I can't get you out of my brain. Oh, it's such a shame that we don't talk anymore. We don't talk anymore. We don't talk anymore like we used to do. We don't laugh anymore. What was all of it for? Oh, we don't talk anymore like we used to do. We don't talk anymore. The way I did before. We don't talk anymore. Can't get you out of my brain. Oh, it's such a shame that we don't talk anymore. Սուրճ ուսեր առավոտից 10:45 մենք շարունակում ենք աշխատել սիրով ձեզ համար, դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում բոլորին, հուսանք դուք աշխատանքից չեք ուշացել, խցանումները քիչ էին եւ կարողացել եք ժամանակին տեղ հասնել, հատկապես ժողովներից ճուժանալ, միշտ երկուշաբթիները ծանրաբեռնված են լինում եւ պարզ, այսպես կարող ենք ասել, պայմանավորված ժողովներով Մենք ունենք զանգ, այո, ասում ենք բարի լույս 55-37 եւ մենք ասում ենք բարի լույս, ունկնդիր դուք եթերում եք Ողջույն, բարի առավոտ, բարի լույս սիրելիներ։ Ողջույն Տիկին Սեդա։ Հանրայինի մեծ ընտանիքի անդամը, բարի լույս։ Հրաշալի եւ դուք ձեր հաղորդման սկզբում խոսեցիք սիրելու մասին, ես ուզում եմ մի փոքր զարգացնել այդ թեման։ Ու ասել որ կոստյումը որ պիտի գեղեցկացնի ձեզ, դուք առանձնապես գեղեցիկ եք, որովհետեւ դուք ամեն առավոտ այնքան սեր եք սփռում հանրային ռադիոյով համայն աշխարհում, որ դուք շատ գեղեցիկ եք։ Շնորհակալություն։ Եվ ես էլ ձեզ եմ ուզում ասել, ես ձեզ շատ եմ սիրում, ուզում եմ ասել ձեր ունկնդիրներին, որ շատ եմ սիրում եւ թող այս սիրո վիբրացիան տարածվի ողջ տիեզերքով, քանզի ինչպես Ալիսա Կիրակոսյանն էր ասում, սերը գոյության հանճարն է միակ։ Ու պարտադիր չէ որ դու սիրեմ խաղաս այն բույսը ձեռքից բռնած սիրում է, չի սիրում, հասկանաս քեզ սիրում է քո սիրելին թե չէ, թեկուզ ինչպես Սևակն էր ասում, վերանում ենք բարի Սևակ, վերանում ենք սիրելիս, հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբորպես, միևնույնն է, բոլոր տարիքներում սերը պիտի գոյություն ունենա իր բազմազան ձևերի մեջ եւ միայն ամենակարևորը սերն է եւ Տիգրան ջան, Աստված երբ աշխարհն էր արարում, ինքը ամեն ինչ սիրով էր անում, ասում էր տեսավ որ բարի է, ասաց թող լինի, թող լույսը լինի, թող երկիրն ու երկինքը լինեն, ու մենք երբ կհասցնենք մեր վիբրացիաները համայն մոլորակի բնակիչներով 528 հերցի, այն ժամանակ չի լինի ոչ կատակլիզմներ, ոչ պատերազմներ եւ կապրենք հնդկական հեքիաթի ոսկե քաղաքի մեջ ու ամեն ինչ կլինի Ոնց ասեք, ոնց ասեք։ Սիրո մեջ առանց պատերազմների, այնպես որ եկեք այսօր հայտարարենք սիրո օր եւ բոլորով միասին մեկ-մեկ ասենք մենք քեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք, մենք սիրում ենք
ամեն ինչ կա մեր շրջապատում։ Շնորհակալություն։ Մենք էլ ձեզ ենք սիրում, Տիկին Սեդա։ Մենք ենք շնորհակալ, այ հիշեցի այս խոսքերից հետո I just go to say I love you։ Նա զանգարեց, որ ասի սիրում եմ ես տեսնես։ Տիկին Սեդաներ, մենք էլ ձեզ ենք շատ սիրում եւ մեր բոլոր ռադիոլսողներին, Տիգրան ջան, հորդորին հետևեմ եւ ասեմ քեզ շատ եմ սիրում Տիգրան ջան։ Շատ եմ սիրում Լուսինեին, շատ եմ սիրում Սուսաննային, շատ եմ սիրում Արմենին։ Շատ եմ սիրում Արմանին։ Չէ, ով կա այստեղ այդքանին։ Հասկացա, մեն տարածքում ասում։ Տարածքում ով տեսնում եմ, նրանց եմ ասում։ Երրորդ հարկից ներքև վերև չենք իջնում։ Չէ, ու կտեսնեմ կասեմ, դե հիմա հո պատվերով համերգ չի Տիգրան ջան, թող դու էլ ասա քո սրտի խոսքը։ Ես ունեմ սրտի խոսք ԿԳՄՍ-ից, հաստատվել են դպրոցականների աշտանային արձակուրդների օրերը։ Մի օրեր չեն, պիտի հիշեք։ Սա շատ երկար, մի հետաքրքիր բավականին լուրջ հրաման է եւ նախարար Անդրեասյանի հրամանով սահմանվել է 2025-26 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական, որի մեջ մտնում է ընդհանուր մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը եւ արձակուրդների ժամկետները։ Դրանք մի քանիսն են, մեկը չեն, 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են սեպտեմբերի 1-ից եւ ավարտվում մայիսի 22-ին 5 օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, սա գիտենք, հա, 1 տարի կտրվածքով ենք դիտարկում։ Սահմանվել են նաև այս տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջինից 12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցերը։ Ժամանակացույցերը շատ են, մեկը չեն։ Առաջին դասարան գնացինք 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 24-ը ներառյալ 5 օրյա եւ հոկտեմբերի 13-ից 25-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Հաջորդը Դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ 5 օրյա, այս տարվա դեկտեմբերի 22-ից 26 թվականի հունվարի 17-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում եւ հաջորդ տարվա մարտի 16-ից 27-ը ներառյալ 5 օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Գլուխս պատտվեց, բան չհասկացա։ Լավ, գնացինք երկրորդ դասարան։ Այստեղ նայում ենք հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ 5 օրյա եւ հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում տեղափոխվենք դեկտեմբերի 22-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 16-ը ներառյալ 5 օրյա եւ դեկտեմբերի 22-ից հունվարի 17-ը հաջորդ տարվա ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Այս տրամաբանությամբ գնում ենք 3-ից 3-ից 12-րդ դասարանները։ Այս մեկը բացենք թողը։ Ահա, բայց արի, ասենք որ 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ 5 օրյա եւ հաջորդ տարվա մարտի 23-ից 28-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Ահա, սա արձակուրդ է լինելու։ Նորից մարտի ինձ պետք էր 23-ից 27-ը։ Այ այսպես փաստորեն։ Իմացանք։ Խառը հրամաններ, բայց հա, իսկապես սկզբում այսպես փորձում էի հասկանալ այդ որ ժամանակահատվածում պիտի լինի, որ մեկին, որ ժամանակ պիտի մի խոսքով հարգելի ռադիոլսողներ։ Բայց մենք վերադառնում ենք սիրո ալիք, ռադիոլսողի հորդորին հետևում ենք եւ վայելում ենք այս կատարումը։ Այս խոսքերը մեզ նորից բաժան
Դե ինչ, ավարտին մենք ունենք դեռ րոպեներ եւ այդ ընթացքում կհասցնենք ձեզ հետ կիսվել եւս մեկ լուրով, այս անգամ ճամփորդային, զբոսաշրջային որոշումներ ենք տեղափոխվում, որ հայերը շատ սիրում են այնտեղ գնալ։ Այո, հայերը այն փոխարինել են Կոբելեցի հետ։ Հարավական աշխարհը, հատկապես Էմիրությունների հատվածը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի զարմացնի զբոսաշրջիկներին, եւ եթե գնում ես այլ երկրներ պատմական վայրեր դիտելու, այստեղ գնում ես, որ տեսնես ժամանակի հետ համահունչ կամ ժամանակից առաջ ընկած ինչ նորարարություններ կարող ես տեսնել։ Եվ խնդրեմ Դուբայը շարունակում է զարմացնել բոլորին իր նոր ռեկորդներով, իր շքեղ հյուրանոցներով եւ արդեն հաջորդ ամիս կբացվի Seal Dubai Marina հյուրանոցը, որը կդառնա աշխարհի ամենաբարձր հյուրանոցը եւ այն աչքի կընկնի աշխարհի ամենաբարձր լողավազանով։ Այս ամպերից էլ վեր է, ճիշտ եմ հասկանում, եթե դիտարկում ենք այդ բառը, լողավազանը ամպերից վեր է լինելու։ Դե չգիտեմ, նախագծված աշտարակը կբարձրանա 82 հարկով, հասնելով 377 մետրի, սահմանելով քաղաքում շքեղ հյուրընկալության նոր չափանիշ։ Կհիշես նախորդը, որ ռեկորդակիրեր քանի հարկանի։ Նախորդում ես եղել եմ, բնակվել եմ, Գևորա հոթելն է ներկայումս աշխարհի ամենաբարձր հյուրանոցը, այն 72 թե 75 հարկ է եւ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված, սա գերազանցելու է Գևորա հոթելին եւ հյուրերը կունենան Դուբայ Մարինայի ջրամբարը, ջրային տաքսիներ, ուղիղ մուտք դեպի Դուբայ Մարինա առևտրի կենտրոն եւ հասարակական տրանսպորտ, իհարկե ներկայիս Գևորա հոթելը գտնվում է Շեյխ Զայիդ մայրուղու վրա, ավելի կենտրոնը, իսկ սա դեպի Մարինա թաղամասում կլինի։ Ահա, բայց Մարինան ոնց որ զբոսաշրջային տեսանկյունից բավականին ակտիվ հատված է, շատ բավական ակտիվ է, մի փոքր իհարկե հեռու է կենտրոնից։ Նախագիծը համատեղելու է նաեւ նորարարությունը, շքեղությունը, ստեղծագործականությունը, առաջարկելով շունչ կտրող տեսարաններ, առաջնակարգ հարմարություններ եւ եզակի գաստրոնոմիկ փորձառություն։ Ոյ, մենք գիտենք, որ կոնկրետ Դուբայը ճոխության այսպես հատված է եւ եթե գնում ես, պիտի առնչվես հենց դրա հետ եւ զարմանահրաշ լուծումներ են փորձում ստեղծել։ Լողանալ 377 մետր բարձրության վրա, չգիտես դա ամպ է, թե ջուր է, թե լողավազան։ Այն մարդիկ, որոնք շատ են սիրում Դուբայը պայմանավորված զուտ տաք ջրով, այս հատվածը իրենց համար մի քիչ դիսկոմֆորտ կլինի, թե չէ։ Գուցեև այսպիսի զարմանալի տեղեկությամբ ավարտում ենք եթերը, ձեզ մաղթում անական կաներով լեցունոր, մնացեք Անդրեյ ռադիոյի հետ, ձեզ հետ են Լուսինե Մուրադյանը եւ իհարկե Տիգրան Հարությունյանը, հաջողություն։ Մինչ վաղը։